Շարունակում ենք ծրագիրը ERTN-ի տաղավարում եւ այժմ վերլուծությունների ժամանակն է, արդեն տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Անդրադառնանք փաստին, որը Վորչուկը այսօր կրկին սպառնում էր Հայաստանին, հայությանը, այսինքն կամ մեզ հետ է, կամ Եվրոպայի, ընդ որում Եվրոպայի մասին շատ վատ արտահայտվելով։ Այո, դե տեսեք, հայտարարության մեջ չի նշված միայն Եվրամիության անդամակցությանը։ Դա այս մասին շատ ենք խոսացել եւ զգուշացնում էի, որ կողմնորոշվելու պահը գալու է, չես կարողանալու արանքում մնաս, քանի տարի ես դա ասում եմ։ Տեսեք ինչ հետաքրքիր հայտարարություն անում, ասում Հայաստանը իր ապրանքները եվրոպական ստանդարտներն է ընդունում։ Կարծես թե եվրոպական ստանդարտները վատ բան են։ Հասկանում եք, իրանց ստանդարտներից 15-20 անգամ բարձր է եվրոպական ստանդարտները, բայց շարունակում է օգտվել ԵԱՏՄ աջակցությունից։ Նախ քանի տարի պարզա, որ Հայաստանը ավելի շատ վճարում է, քան ստանում է ԵԱՏՄ-ին, բայց պարզա, որ իրանք մի բան են հասկանում, Հայաստանը զուգահեռ էքսպորտից այնքան փող է աշխատել, շանտաժը հիմնականում տակից, ասինքն մեր փողերը մենք ձեզ տալիս ենք։ Դա այն զուգահեռ էքսպորտի մասին է, որտեղ տեսակ ինչ կտրուկ միլիարդներ աճեցին եւ ըստեղ մի հետաքրքիր հանգամանք է գալիս, որ իրենք ասում են անգամ մենք չենք հանդուրժի, եթե դուք ձեր ապրանքները եվրոպական ստանդարտի վրա ձգեք։ Օրինակ հիմա եկեք ասում take a guess, եկեք ասում փորձենք գուշակենք, էլի, իսկ ինչի է այդպես։ Ասենք ինչ ընկերություն որոշել է հայկական կամ ընկերությունները որոշել են եվրոպական իրանք իրենց ԵԱՏՄ կոչված աղբանոցում ստանդարտիզացիան այնպես են արել, որ իբր թե Եվրամիության ստանդարտները ավելի վատն են, քան իրանց ստանդարտները։ Բայց դրա համար շատ ժամանակ հենց այդ թղթի վրա է մնում եւ այդ կոռուպցիայի համակարգն է, էլի փող է տալիս եւ այլն։ Երկու նշանակություն ունի դա։ Մեկը, այսինքն ինքն ասես խուճուճ ստանդարտներ են, այն տիպի ձևակերպումներ են գրել, որ դու չկարողանաս եվրոպական ստանդարտիզացիա անես եւ նաեւ ԵԱՏՄ ապրանք արտահանես։ Դա երկու բան է շատ կարեւոր նշանակում։ Առաջինը, որ իրանք միշտ քո վրա լծակ ունեն, այսինքն դու ստիպված ես լինելու կաշառք տաս, չգիտեմ ինչ անես, եւ միշտ քեզ սպահելու են, ասում կոշիկի տակ, սապոգի տակ։ Երկրորդը, երբ որ դու եվրոպական ստանդարտիզացիա ես անում, դու որպես պետություն կարողանալու ես դիվերսիֆիկացնել, այսինքն բազմազանացնել քո արտահանումը։ Իրենք ընդհանրապես անում են այնպես, որ դու երբևիցե չկարողանաս դիվերսիֆիկացնել, երբևիցե չկարողանաս դուրս գաս իրանց սապոգի տակից։ Այն դեպքում, որ մենք տեսնում ենք այսօր Պուտինը Չինաստան այցելել, իրանք խորը այսպես ասում այն վատ շագանակագույն զանգվածի մեջ են, գնացել են հիմա այսօր պետք է ընկնեն ինչ-որ 40 պայմանագիր եւ այլն, այդ սա մոռացեք այդ 40-ը, այդ 40 պայմանագրերը 40-ն էլ Ռուսաստանի ստրկացման մասին են։ Հիմնականում գլխավոր մեկ հարց կա, էներգակիրները, կառնի Չինաստանը Ռուսաստանից, թե չէ, գազը, իրանք խայտարակ ճգնաժամի մեջ են, որպեսզի Գազպրոմը շարունակի գոյատևել, իրանք պետք է որպեսզի Սիլա Սիբիրի 2 գազամուղը կառուցի, որը Չինաստանին ձեռնտու չի։ Այո, հատկապես դա է նշվում դրա համար, այո, եւ ոչ միայն իհարկե գազը պետք է այստեղ շեշտել, նավթի գործոնը, որ էլի նույնպես շատ մեծ նշանակություն ունի։ Գիտեք, տեսեք, եթե անգամ Չինաստանը շես տարիներ շարունակ գիտեք, այդ փորձում են անել, անդադ չի ստացվում, փորձում են անել, անդադ չի ստացվում։ Հիմա քաղաքական իրավիճակից ելնելով ես չեմ մի քիչ էլի, այսպես ասած, անգամ եթե համաձայնվեն, չեմ կարծում, թե դա արագ process կամ չեմ կարծում, թե ենթադրում եմ Չինաստանը կձգձգի Սի Ցզինպինը, որովհետև նաև հասկանա ինչ է վերջում տեղի ունենում։ Համենայնպես այդ Սիլա Սիբիրին, որ կառուցեն էլ, ինչպես միշտ, Չինաստանը արժանելու է շատ էժան գնով։ Բայց գոնե ինչ որ մեկը կառնի հույսը դա է։ Այո, այնքան որ այդ ասում եմ, միտեղ կունենան արտահանելու, այսինքն դա Ռուսաստանին մեծ օգուտներ շատ չի բերելու, բայց գոնե այդ ասում եմ իրենց Գազպրոմ համակարգը փորձում են փրկել մի ձև։ Իդեպ քանի որ այդ մասին խոսեցիք, եթե չեմ սխալվում, Financial Times-ը իր աղբյուրներին հիմք ընդունելով հայտարարություն է արել, որ Սի Ցզինպինը Թրամփի հետ հանդիպմանը
ասել է, Իբր այո։ Որ Պուտինը կարող է փոշմանել Ուկրաինա։ Դե Չինաստանից հերքում են արդեն այդպիսի բաները, ասում են դա աբսուրդ է։ Ճիշտ ասած, ես չգիտեմ անձնական խոսակցության ժամանակ ինչ են խոսացել, որտեղից է դուրս եկել։ Ամեն դեպքում ես դա լուրջ չեմ ընկալում, եթե անգամ ասել էլ է Թրամփի ականջները շոյելու համար է ինձ թվում է իբր թե ասել եւ այլն։ Համենայն դեպս տեսեք, դրանից հիմա կանչում է հիմա տեսնեք Սի Ցզինպինը կորոշի այս պահին այտենց տոտալ, որտեվ այսպես այստեղ նայեք, ասում Չինաստանի համար դա ասում է մեծ հաշվով այդքան էլ ձեռնտու պրոյեկտ չի, որովհետև Չինաստանը միշտ կողմ է եղել էներգակիրների դիվերսիֆիկացմանը եւ ոչ թե մեկ երկրից, այսպես ասած ավելի չափազանց մեծ կախվածության, ինչ-որ տոկոս էլ ունեն, որ մեկ երկրից այսքանից ավել կամ 15%-ից կոպիտ ասած ավել չի կարելի ներկրել էներգակիրները։ Բայց եթե անգամ սա ստորագրվի, սա նշանակում է, որ Ռուսաստանը դառնում է, ասում է օֆիցիալ դառնում է Չինաստանի վասալը։ Այսինքն արդեն ամեն ինչով է կախվածության մեջ են գնում։ Հիմա այս պարագայում իրանք ասում, այսինքն մենք արդեն մի քանի տարի է վասալի վասալ ենք աշխատում տնտեսության պահով նկատի ունեմ, կախվածության պահով։ Սա ցավալի իրողություն է եւ Օվերչուկը ինչ է ասում, ասում է անգամ Եվրամիության հետ մերձեցումն է արգելված։ Տեսակ չէ տեքստի մեջ։ Եվրամիության հետ մերձեցումը Հիմա Արարատ Միրզոյանը ինչքան էլ պատասխանեց մենք ապահարզան չենք տալու, աչքով ունքով անում, թե մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գալու, հələ այդ վախտը չի եկե, այդ վախտը միջև գա, ընդեղից ասում են երիտասարդ։ Եկ հասկանում ենք, որ եթե դու հիմա մի հատ ստանդարտ անես, երկու ստանդարտ վերցնես, 3 ստանդարտ վերցնես, փոխես, մեկ էլ քո ապրանքը սկսեն Եվրոպա վերցնել, այդ միջև այդ վախտը գա, դու կարող ես արդեն մեզանից կախվածությունը թույլատնես։ Բայց իրենք էլ մեզնից որոշակիորեն կախվածություն ունեն, չէ՞։ Այո, զուգահեռ էքսպերտի մասով ունեն կախվածություն, միանշանակ, բայց մեծ հաշվով իրանց համար խաղի խաղադրույքը շատ բարձր է, Կովկասից դուրս շպրտվելը, հասկանում եք։ Նման հիմա տեսակ չի ասեցին ամսի 28-ին այդ ԵԱՏՄ գագաթնաժողովը։ Ալեն Սիմոնյանը որ պիտի գնա։ Գրիգորյանը մահերը պետք է գնա։ ԵԱՏՄ գագաթնաժողովին ասես կդրվի Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում մնալու եւ այնպես քննարկելու։ Սա է իրավիճակը եւ նաեւ մենք երևի երկրորդ մասում հասցնենք խոսել հետաքրքիր բացահայտում անկել փաստերի ստուգման հարթակի ձեռքում ռուսական գործակալական ցանցի հետ կապված։ Իսկ հիմա պիտի գնանք Կովաստային դադարի։ Խորհրդային Հայաստանի ամենաաղմկահարույց կողոպուտը, հանդգնություն, որը թեղեց ճակատագրեր, հարցեր, որոնք մնացին անպատասխան, անձրևանոց, ֆիլմ իրական պատմության մասին, հետապնդում, գաղտնիքներ, ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում, տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Այժմ հարգելի հեռուստադիտողներ, անդրադառնանք արդեն պարոն Չիբուխչյանի ասած թեմային։ Մի խոսքով, այս պահը կարծում պարզ է, մերոնց հավաստիացումները ռուսներին, որ մենք ապահարզան չենք պատրաստվում տալ, որ դե բան արեք, թողեք մի ճարանքում մնանք, միջև տենանք, ինչ ալում, չէ, ռուսներին այդ տարբերակը ձեռ չի, ռուսները հենց այդ են ասում, չէ, տղերք, մեզ ձեռ չի տալի, որտեղ մենք տեսանք, որ արդեն Թրամփը կարողանում է ձեզ ասի, մեզնից երկաթգիծը վերջու։ Այս մասին արդեն վերջացրել ենք, այսինքն, տեսեք, մենակ այն, որ Թրիպի հետ կապված արդեն Փաշինյանը ստիպված եղավ ասել պիտի երկաթգիծը տակ, որովհետև խնդիրներ կա, արդեն իրենց համար դա, այսպես ասում է, կարմիր լույս էր, որ իրանք արդեն չեն կարող վստահ լինել, դրա համար իրանք պահանջում են հստակ կողմնորոշում։ Զուգահեռաբար հետաքրքիր բացահայտում է տեղի ունեցել, ուրեմն փաստերի ստուգման հարթակի ձեռքը հայտնվել է փաստաթուղթ, իդեպ շատ հետաքրքրական է, թե ինչպես է այդ փաստաթուղթը հայտնվել է Ռուսաստանի օպերացիաների մասին։ Ուրեմն Գերմանիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Մոլդովայում, Իսրայելում Ուրեմն դե ես միշտ ասում եմ, չէ, իրանց գործակալական ցանցը ռոպագանդան այդ ուղղությամբ, իրանց կիբեր, այսպես ասած, դեպս են պահել այդքան տարի խորհրդային միությունը, հետո էլ Ռուսաստանը։ Իհարկե, որտեղ իրանք ոչ մի ուրիշ բան չունեն առաջարկելու, իրանք մենակ կարան առաջարկեն սուտ, կարան հրահարեն կոնֆլիկտեր, կարան հարան անեն ամեն ինչ, իրանք մենակ դրա մասնագետներն են, որ չգիտեմ, Ամերիկայում մեր հայության մեջ, այստեղ հին բնակվող հայության մեջ այնպիսի տպավորություն են ստեղծել, թե Ռուսաստանը երազանքի պետությունն է, ավանդական արժեքներ, ասենք
Որ մեկին ասում ես տղա ջան, մտ գնա տես ինչ ավանդական արժեքներ անդե։ Մտ գնա տես դու ինչի մասին ես խոսում ընդհանրապես։ Վերջը։ Հիմա ուրեմն տեսեք ինչ հետարքիր կոմբինացիան, հա, իդեպ ինչի համար եմ ասում, դուք հիշում եք, որ Հայաստանը դիմեց Եվրամիության օգնության համար եւ կիբերմասնագետներ են, անվտանգության մասնագետներ են տրամադրել եւ գումար, հիշում եք, չէ՞։ Դե այս հիշենք, որովհետև իմ մոտ երբ որ ես տեսա, որ այդ ռեպորտաժը այդ մասին մանրամասն ռեպորտաժ տրվեց նաև հանրային հեռուստաընկերությամբ, սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ իշխանությունների ձեռքումը իմ տպավորություն եմ ասում, դա իմ կարծիքն է, որ այս փաստաթուղթը հայտնվել է իշխանությունների ձեռքում եւ քանի որ իրենք վախեցել են դե որ իրանք այսպես միանգամից իշխանությունները հրապարակեն որ մեր ձեռքում ասես փաստաթուղթ է դա Ռուսաստանի հետ կապված կարող է կոնֆլիկտ հրահարի ուղիղ եւ որպեսզի դա տեղի չունենա այսպես փաստաթուղթը հայտնվել է պատահական հասկանում եք չէ՞ ոնց պատահական Դանիել Լենիսյանի ձեռքում եւ դրան անդրադառնում է հանրային հեռուստաընկերությունը այսինքն ես կասկածում եմ որ այս փաստաթուղթը բացահայտվել է որպես օգնություն եւ սա մեծ հավանականությամբ հենց այդ Եվրամիության կիբերանվտանգության մասնագետների եւ այդ Հայաստանի ինչ մենք ասում ենք մենք աջակցել ենք Հայաստան դրա շրջանակում է ինչի մասին է խոսքը տեսեք պատկերացրեք ուրեմն օրինակ Ֆրանսիայում կազմակերպվում է ակցիա որպեսզի մահմեդականներին եւ քրիստոնյաներին այսպես ասած կոնֆլիկտ հրահրեն խոզի գլուխ ենք նետել, ասենք, չգիտեմ, իրանց այդ մսկիթի առաջ ենթադրենք, պատկերացնում եք, ուրեմն այդ ակցիայից հետո պետք է ուրիշ ակցիա լիներ, բայց բռնվել են մարդիկ, այնտեղ, չգիտեմ, հետաքննություն է տեղի ունեցել, իսկ սա ներքին եվրոպական բան, այսինքն ներքին քննություններ է, որոնք շատ ժամանակ այսպես բացահայտ չգիտենք ինչա կամ քիսատա բան եղել։ Նա պարզվում է դրա տակ ռուսներն են։ Սերբերին են օգտագործել ինչ-որ ակցիաներ անելու համար, դե իրենք սլավոնական արտաքին ունեն, հա, ասենք, որ կապ, չգիտեմ, ինչ-որ տենց հարցերի համար։ Ուրեմն տեսեք, Փաշինյանը տունը առել Մարսելում օպերացիա են իրականացրել, Զելենսկին տունը առել Դուբայում օպերացիա են իրականացրել, ընդ որում ինչ հույսով, տեսեք, ինչ են ասում, օրինակ դուք գիտեք, որ հա Ալոնա Զելենսկայի, ասենք, Օլենա ուկրաիներենը, Ելենա ռուսերենը։ Օլենա Զելենսկայի ուրեմն ինչ որ հիմնադրամի հետ կապված ինչ որ փորձել են կոռուպցիոն բաներ մոգոնել սարքել։ Իդեպ ես վերջերս մեկը ինձ էստեղ ասում էր որ Ուկրաինան պատերազմում է, բայց Զելենսկին Դուբայում տուն առել, ես ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Ես հիմա այսինքն հիմա սա որ բացահայտվեց, ես հասկացա թե ինչ էֆեկտիվ է, ինչ։ Բայց դե Երմակի հարցն էլ կա այդտեղ։ Տեսեք, Երմակի պատմությունը մի քիչ ուրիշ պատմություն է, եկեք այդտեղ չմտնենք։ Այդտեղ ուրիշ պատմություն է, եկեք այդտեղ չմտնենք, որովհետև տեսեք, ինչքան էլ մենք ասենք, այս ընթացքում պատերազմի ընթացքում Ուկրաինայում գործերը բացահայտվում են, իրանք իրանց քննում են։ Այսինքն ոչ մեկ չի կոծկում այդ գործը, հասկանում եք։ Պատկերացնում եք դուք այդ մակարդակի մարդուն դատարանի առաջ են կանգնացրել։ Այսինքն պետք է սա հասկանալ անցնել առաջ, որ Ուկրաինայում այդ Զելենսկին ինչ որ բան փորձեց անել ժողովրդին դուր չեկավ, դուս եկավ փոխեցի։ Դե ժողովրդավարություն է։ Հիմա դա մի կողմ, հարցը հետևյալն է, Երմակը այստեղ կապ չունի այս պատմության մեջ ռուսական գործակալական գործողությունը։ Օրինակ, ես հիշում եմ մի ակցիա էր, որտեղ ես ինքս տեսել եմ ու հիմա բացահայտվում, այսինքն սա փաստվում է արդեն ուկրաինական համարանիշներով շքեղ ավտոմեքենան էր։ Պարզվում է սա եղել է ռուսական գործակալական ցանցի գործելավոճը, հա։ Պատկերացրեք, այո, ինչ են ասում են ոչինչ, եկեք ասենք, որ իրանք տուն են առել թանկ, այդ լուրը կտարածվի 10 միլիոնի մեջ, հերքում, ընդ որ մի օրվա կայքեր կարող է բացեն, եւ այլն։ Ասենք լուրը տարած, այո, ուրեմն լուրը տարածենք, ուրեմն 10 միլիոն տոննայի, հետո թե իրանք հերքեն 1 միլիոն կնա, 9 միլիոնը կմտածի, որ դա ճիշտ է։ Եվ շատ կարևոր մի բան եմ ուզում ասեմ, դուք չեք պատկերացնի, դե շատ այսօր կորա խոսում եմ շատ էլ լսել, լկտի օպերացիաներ են արել, ուղղակի ապատեղեկը, ուղղակի խայտարակ այլանդակություն, եւ ըստեղ ես ուզում եմ նորից մեր հանրության ասեմ, հիշում եք ֆոսֆորի մասին լուրը։ Փորձել են ազգերի մեջ փչացնել հարաբերությունները, փորձել են միգրանտներին հանել եվրոպացիների դեմ, եվրոպացիներին միգրանտների դեմ։ Հիշում եք ֆոսֆորի մասին։ Բա որ ասում եք այդ ֆոսֆորը սուտ է, դա ռուսական գործակալական ցանցն է անում։ Իբր Ուկրաինան Հայաստանի, Ադրբեջանին իբր թե ֆոսֆորը, այո, իբր թե։ Հասկացաք հիմա որ դա ռուսական գործակալական ցանցի հաջող օպերացիան էր, որ մի քանի տարի է հերքում ենք, չենք կարողանում բոլորին տեղ հասցնել։ Մեր ժամանակը սպառվեց հարգելի հեռուստադիտողներ, ցտեսություն, շնորհակալություն ձեզ էլ մեզ հետևելու համար, կհանդիպենք արդեն վաղը։ Լավ մնացեք։ Հաջողություն։